բոլոր իրավական սկզբունքներին հակասող փաթեթը, բայց ես ունեմ մի քանի հարցեր։ Խնդրեմ։ Առաջին հարցը վերաբերում է հետևյալին։ Դուք գիտեք, որ հանձնաժողովը անկախ ինքնավար մարմին է, կոլեգիալ կառավարմամբ։ Ինչով եք բացատրում, որ դուք սրանով բերել եք եւ այդ կոլեգիալ մարմնի իրավասությունները վերապահել եք մի անձի։ Երկրորդը, էներգետիկ համակարգի անվտանգություն ասելով ձեր ձևակերպումն է եւ նախագծի հիմնավորումը։ Կարող եք բնութագրել ինչն է, որ այսօրվա եղած գործիքակազմը թույլ չի տալիս, որպեսզի արագ միջամտությունը լինի, սկսած արտակարգ իրավիճակից ավարտված այլ դրսևորումներով։ Եվ երրորդ հարցը, դուք ծանոթ եք միջազգային ներդրումային իրավունքին։ Բոլոր այն դեպքերում, երբ որ առնչվում եք այդպիսի գործերի հետ, ըստ ձեր կանխատեսման, Հայաստանի համար ինչ հետևանքները հնարավոր լինեն։ Շնորհակալություն, պարոն Միասյան, ճիշտ ասած կանխատեսել էին հարցերը առաջի հարցից։ Ուրեմն հանձնաժողովը շարունակում է մնալ կոլեգիալ մարմին եւ վարույթ իրականացնում է որոշում է կայացնում հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահի նախագծով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա վարույթ հարուցել։ Վարույթի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ Վարույթ հարուցելու իրավունքը, որովհետեւ գործառութային իրավունք վերապահվել է հանձնաժողովի նախագահին հաշվի առնելով որոշակի օպերատիվ գործունեություն, օպերատիվ միջամտության անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված էներգետիկա անվտանգության հետ կապված հարցերին, ես մի հատ լավ օրինակ կբերեմ, տեսեք Իսպանիայում տեղի ունեցածը, երբ որ մեկ օրվա ընթացքում ամբողջ իսպանական պետությունը հոսանքազրկվեց եւ պետությունը մինչ այսօր շարունակում է քննություն, դրա վառ օրինակներից մեկն է, որ կանխարգելումը շատ ավելի կարեւոր է, քան հետևանքների հաղթահարումը։ Արձագանքեք, ես նաեւ երրորդ հարցին կպատասխանեմ։ Արձագանք։ Ճիշտ ասած, հələ երկու հարցեր կա, որ դուք պատասխանեք, բայց բոլոր դեպքերում, բայց Իսպանիան չգնաց, չէ, այն մեթոդին, որը որ դուք եք հիմա առաջարկում։ Տեսեք, դուք ասում եք հանձնաժողովի նախագահին տալիս ենք միայն վարույթ հարուցելու իրավունք, այդպես չի։ Հանձնաժողովի նախագահը միանձնյա նաև որոշում է, որ կառավարումը պետք է խլի նրա ձեռից սուբյեկտի, որ հետո պիտի պարտադրի կանոնադրության մեջ փոփոխություն անի, սեփականության վերաբաշխում անի, այդ բոլորը տվել է հանձնաժողովի նախագահին, բայց այդ մեղքը չի գալիս այդ հանձնաժողովի նախագահը, այդ անձը։ Վաղ այդ մարդը ոնց պիտի պատասխանատվություն կրի ձերես ապօրինի գործողությունների համար։ Գիտեք, մի կարևոր բան կա։ Դուք բերել եք նախագիծ ամսի 25-ին, դրել եք շրջանառության մեջ եւ հպարտորեն ասում եք, որ 26-ին, երբ որ կառավարությունը արտահերթ նստաշրջան է պահանջել, դուք որ մշտապես կողմ եք եղել օրենքի նախագծերը մանրամասը քննարկելուն, այսօր չեք առարկում դրան։ Այսօր դուք ինքներդ կանգնել եք եւ այս կարճ ժամկետում փորձում եք այս ապօրինությունը օրինականացնել։ Պարոն Միասյան, իսկ ով ասեց, որ չեն քննարկել։ Քննարկել ենք, եկել են քննարկել, երեք չառաջորդել են քննարկել, շարունակում են քննարկել։ Էլ եմ ասում, հանձնաժողովը կոլեգիալ մարմին է եւ վարույթի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ Հանձնաժողովը համաձայն չի նախագահի որոշման հետ։ Թող վարույթը առակ ավարտի եւ այդ պարագայում եւ վարույթ չլինի եւ միջոցառումներ չեն կիրառվելու։ Բայց օպերատիվության տեսանկյունից, երբ որ անհրաժեշտ է իրավիճակից թելադրվող արագ գործողություններ իրականացնել, անհրաժեշտ է որպեսզի միասին որոշումներ կայացնեն։ Ընդ որում այդ որոշումները, ինչպես արդեն նշեցի, միջանկյալ են ըստ էության։ Եվ երբ որ ասում եք խլել, վերցնել եւ այլն, ընդհանրապես ժամանակավոր կառավարչի ինստիտուտը տարածված ինստիտուտ է, հատկապես այն պարագայում, երբ որ օրինակ լիցենզիայի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Բայց եթե խախտումներ են տեղի ունենում, լիցենզիայի զրկման թեմա է առաջանում, որովհետեւ արձագանք չլինի պետական մարմինների կողմից։ Որովհետև ըստ էության դուք ինչ եք ասում, դուք ասում եք հետևյալը, ասում եք որովհետև միջոցառումի ձեռնարկեք, երբ որ եկամուտի մասն է խոսքը, եկամուտը մենակ մասնավորինն է, երբ որ հոսանքազրկումներ կան եւ հանրային բողոք կա, այդ բողոքը պետությանն է, պետությունը ինչ գործառույթ ունի, պետությունը ոչ մի գործառույթ չունի։ Ներդրումային իրավունքներին հավատացնում ձեզ կանրադառնամ նաեւ այլ հարցերի շրջանակներում։ Թադևոս Ավետիսյան